Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք երեք մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ներկայացրած թեզերից, ծրագրից, որը առաջիկայում ավելի մանրամասն դուք կներկայացնեք, նախ մասնավորապես նշվեց 5 կետեր, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքի բարեփոխմանը, մասնավորապես նշված էր, որ 300,000 նոր աշխատատեղեր է կառուցվելու, մասնավորապես մարզերում 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էնժամ դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Այս հայտարարություններից հետո, ինչպես որ ակնկալվում էր, ԿՊ-ից արձագանքներ եղան եւ հիմնականում ասում են, որ սա բարի ցանկություններ է, մեկ այլ բան է ուզենալ, ցանկանալ կամ ծրագիր ներկայացնել, մեկ այլ բան է կարողանալ դա անել, հաշվի առնելով տնտեսական վիճակը երկրում։ Արդյոք բարի ցանկություններ է սա ընդհանրապես եւ արդյոք մշակված ծրագրեր կան, թե ինչպես իրականացնել, որովհետեւ ԿՊ падգամավորներից մեկն էլ ասում էր, ես չեմ տեսել մի նախընտրական ծրագիր, որը վատը լինի եւ խոստումներ չունենա, հարցն է արդյոք կկարողանան իրագործել։ Սկսենք բարի ցանկություններից, չեմ զարմանում, որ իրենց համար Հայաստանի Հանրապետությանը բարի ցանկություններ ունեցող մարդկանց կարող են ինչ որ անդրադարձեր կատարել բացասական, վաղուց արդեն պարզ է, այո, ունենք բարի ցանկություններ եւ կկատարենք այդ բարի ցանկությունները։ Ի տարբերություն շատ-շատերի, ինչի մասին մենք խոսում ենք, այդ ամենը մենք արդեն արել ենք։ Մենք ունենք անցած ճանապարհ եւ այն ծրագրերը, որ մենք ներկայացնում ենք հանրությանը եւ Սամվել Կարապետյանը ինչ ասում է եւ ինչ խոսք է տալիս, ես հավաստիացնում եմ մեր հայրենակիցներին, որ դա հաշվեք արդեն եղել է։ Ինչ ծրագրերի մասին խոսում ենք, ինչ տեսլականների մասին մենք խոսում ենք, մենք այդ ճանապարհը այս տասնյակ տարիների ընթացքում մենք արդեն անցել ենք, մենք դա արդեն արել ենք։ Եթե մենք խոսում ենք գործարաններ կառուցելուց, մենք շատ գործարաններ կառուցել ենք արդեն Հայաստանում։ Եթե մենք խոսում ենք աշխատատեղ ստեղծելուց, մենք տասնյակ հազարավոր աշխատատեղեր արդեն իսկ ստեղծել ենք։ Մենք այդ գործը արել ենք ու մենք հասկանում ենք այդ ոնց են անում։ Եվ այդ իսկ պատճառով իրենց անդրադարձերը համարում եմ շատ փուչ։ Քննարկվում է նաև այն թեման, որ ինչու է հենց տնտեսական ուղղությամբ ուզում ներկայացնել ծրագիրը, մինչդեռ մարդկանց ոչ միայն տնտեսական բաղադրիչն է հետաքրքիր, այլ նաև երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական գործընթացները, թե ինչ ծրագրեր ունեք արտաքին վեկտորի հետ կապված։ Այս հարցերում պատասխաններ առանձնապես չի տրվում։ Եկեք այսպիսի անդրադարձ անենք։ Ուրեմն մենք երեք ներկայացրել ենք 5 քայլ Սամվել Կարապետյանի դեպի ուժեղ Հայաստան։ Այն քայլերն են, որը մենք հստակ գիտենք, կարող ենք անել եւ այս ճանապարհով կարող ենք ունենալ հստակ ուժեղ Հայաստան։ Ինչը վերաբերվում է տնտեսական ճանապարհի մասին, եկեք ֆիքսենք, որ ունենալ ուժեղ պետություն, ունենալ ուժեղ հայրենիք պետք է տնտեսական ճանապարհով։ Եթե մեր տնտեսությունը լինի ուժեղ, մեր հայրենիքը կլինի ուղիղ մեջքով եւ պինդ ոտքերով կանգնած Հայաստան, պետություն, մենք եկեք բացենք։ Ուրեմն առաջինը մենք ներկայացրել ենք, որ ունենալու ենք առաջիկա 5 տարիներին 300,000 նոր աշխատատեղ։ 300,000 նոր աշխատատեղերը կբերեն շատ մեծ խնդիրների լուծման։ Կկառուցվեն նոր գործարաններ, մարդիկ կունենան աշխատանք։ Մենք ունենք 500,000 եւ ավել գործազուրկ մարդիկ։ Պատկերացնում եք տնտեսության մեջ եւ առհասարակ մեր հանրության կյանքում ինչ կարելի է փոխել։ Հիմիկվա իշխանությունները ներկայացնում են, թե տնտեսությունը փոխել հնարավոր չէ կամ որևիցե մի բան, չկա նման բան։ Կան ունենք մենք հստակ ծրագիր, ինչով մենք կարող ենք զարգացնել մեր տնտեսությունը։ Ուրեմն առաջարկել ենք 0 հարկ փոքր բիզնեսներին, ազատելու ենք փոքր բիզնեսներին հարկերից։ Ինչ կտա դա մեզ։ Կտա այն, եկեք մի օրինակ բերեմ, որ հստակ ես տեղեկություն ունեմ, երբ մի փոքր կրպակի
ՀԴՄ չտպելու համար եւ ինչ որ փոքրիկ խախտումների համար մի տատիկ է աշխատացնում իր բակում կրպակը, երևի տարիներ շարունակ 8 միլիոն դրամ տուգանել էին տատիկին։ Որտեղից է այդ տատիկը տալու այդ 8 միլիոն դրամը եւ ինչի համար են այդպիսի թվեր տուգանում։ Կլինեն կրպակներ, հացի փռեր, մնացած բոլորը ազատվելու են հարկից 0% ունենալու են շանս մեծացնելու իրենց բիզնեսը, դառնալու միջին եւ մեծ։ Այո, հիմա միգուցե դուք կհարցնեիք իսկ այն ռիսկերը, որ Արդյոք հնարավոր է դա միջին եւ իրականացնել մեծ, նաև այո, հնարավոր հարկերից է։ ազատել փոքր բիզնեսին։ Հնարավոր է հարկից ազատել։ Տեսեք, մենք մեր բյուջեի 2 կամ 2.5%-ն է կազմում ընդամենը բանը փոքր բիզնեսների տված հարկերը։ Այո, հնարավոր է։ Այստեղ միգուցե ձեր մոտ ուրիշ հարց առաջանա, թե միջին եւ մեծ ձեռնարկատիրությունները Արդյոք չեն չտրողվեն դժգոհին, դառնան փոքր։ Այդ շատ կարելի է ասել տարական աշխատանք է, երբ պրոֆեսիոնալները լծված լինեն աշխատանքի եւ զբաղված չլինեն նմանատիպ փոքր բիզնեսի ներողություն արտահայտությանս համար հետևից ընկնելով եւ ինչ որ փոքր բաներով գտնելով, տուգանելով եւ այլն, այդ մարդիկ պրոֆեսիոնալները կզբաղվեն պրոֆեսիոնալ աշխատանքով եւ հետեւողական կլինեն, որպեսզի միջին եւ մեծ բիզնեսները չփորձեն անգամ տրոհել եւ դառնալ փոքր բիզնես հարկերից ազատվելու համար։ Հաջորդը 20% էնժան դեղորայք բոլորի համար։ Այո, մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանում դեղորայքը իրականում շատ թանկ է եւ շատերը գնում են Վրաստանից են գնում, այլ երկրներից են բերում, դուք էլ կունենաք ծանոթներ, որ, չգիտեմ, գնում են հանգստի, Եգիպտոսից են բերում այնտեղից իրենց բարեկամների, իրենց ընտանիքի համար դեղորայքներ, բայց շատերը իրականում գնում են Վրաստանից են գնում եւ 20% եւ ավել տարբերություն կա։ Մենք օգտագործելու ենք Վրաստանի մոդելը, սահմանելու ենք բարձր շեմ, որպեսզի այդտեղից գինը չանցնի եւ պարզ է, որ ունենալու ենք քննարկումներ բոլոր դեղագործական ընկերությունների եւ ներմուծողների հետ ընդհանուր հայտարարի են գալու եւ որպես իշխանություն արդեն մենք մեզանից կունենան աջակցություն ճիշտ մեխանիզմով աշխատելու, որպեսզի դեղորայքը Հայաստանում չունենա բարձր գին։ Եվ կուզենամ ասեմ, որ այս 20%-ը իրականում քիչ համեստ գրված թիվ է, կարծում եմ, որ հոգի վրա ավելի մեծ տոկոսով կիջնի։ Հաջորդը որն էր բերքի երաշխավորված մթերում գյուղերում։ Այո, մենք արդեն ամիսներ շարունակ այս մասին խոսում ենք։ Մենք մարզերում հանդիպումների ժամանակ մենք վաղուց ուսումնասիրել ենք եւ այս ընթացքում հավուր պատշաճի պրոֆեսիոնալներով լծված ուսումնասիրում ենք ու հասկանում ենք, որ մեր գյուղտնտեսությունը իրականում ունի դրա կարիքը եւ գյուղացին չպետք է առհասարակ մտածի իր պրոդուկտի վաճառքի մասին։ Մենք առաջարկելու ենք գյուղացուն անհոգ աշխատանք։ Ինքը պետք է ընդամենը արարի ու բացարձակապես չմտածի, թե այդ պրոդուկտը ինչպես է վաճառելու։ Մթերման կայաններ են լինելու տարբեր տեղեր։ Մթերման կայանները ի սկզբանե տնտեսվարողի հետ, գյուղացու հետ ունենալու են պայմանավորվածություն ի սկզբանե, թե սեզոնի սկզբում գին են ֆիքսելու, թե ինչ գնով է մթերման կայանը վերցնելու։ Գյուղացուն մնում է ունենալ լավ պրոդուկտ, ինչքան շատ, այնքան լավ։ Մթերման կայանը պարտավորված է լինելու, վերցնելու, գնելու։ Եվ այդ պայմանավորվածությունների շրջանակներում մթերման կայանը պետք է արդեն ոնց որ կոպիտ ասած իր ներդրումն ունենա։ Կլինի պարարտանյութի տեսքով, կլինի դիզելային վառելիքի կամ այլ պարագաներով, որը որ եւ թույլ կտա ունենալ ցածր ինքնարժեք։ Իսկ ցածր գյուղմթերքի ինքնարժեքը մեզ թույլ կտա մենք լինենք մրցունակ Հայաստանի Հանրապետությունից դուրս, կարողանանք արտահանել եւ լավ շուկա գրավել արդեն մեր հարևան երկրներում։ Հաջորդ կետով 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Տեսեք, Ինչպես է կանելու։ Շատ հեշտ։ Առավել եւս մարզերում 20,000 նոր էժան բնակարան, առավել եւս մարզերում։ Այս բոլորը իրականում շատ փոխկապակցված են իրար։ Տեսեք, երիտասարդները ուզում են ամուսնանալ,
նոր տուն գնել, հնարավորություն չեն ունենում։ Մենք առաջարկում ենք հստակ մեխանիզմներով էժան բնակարաններ։ 2026 թվականի հունիսից հետո մենք կառաջարկենք ապալառուներին անվճար հողատարածք, պետությունը իր վրա կվերցնի կոմունիկացիաների ապահովումը, գազ, լույս, ջուր եւ մնացած այլ մեխանիզմներով կաջակցի կապալառուին ստանալ էժան շենքեր, էժան բնակարաններ եւ մեր երիտասարդները կունենան հնարավորություն էժան բնակարաններ ունենալու, որը որ արդեն post factum աշխատատեղեր ունենալով եւ այլն էժան բնակարաններ ունենալով post factum կլուծվի նաեւ մեր դեմոգրաֆիկ խնդիրը։ Կրկնեմ հարցս, ինչու եք տնտեսական հարցերը բերում առաջնային պլան, այսպիսով արդյոք չեք թերագնահատում ժողովրդին, որ ժողովրդին շատ կարևոր է անվտանգային նաև հարցերի պատասխաններ ստանալը։ Երեք իհարկե Նարեկ Կարապետյանը որոշ հարցեր թրիփի հետ կապված ասաց, որ պետք է միջնորդներ լինեն, մի քանի միջնորդ լինի, ոչ թե մեկը, որովհետև թուղթը կարող է փոփոխվել, բայց միջնորդները մնայուն են, բայց ամեն դեպքում կարևորագույն հարցերի հետ կապված նույն խաղաղության պայմանագիր արդյոք կկնքեք, կշարունակեք, ինչպես կանեք այդ հարցերի պատասխաններն ասում են չի տրվում։ Այո, շատ Արդյոք դա կարևոր հասարակությանը քիչ է հետաքրքրում, որ միայն տնտեսական հարցերն եք առաջ բերում։ Շատ կարևոր հարց է, մենք չենք թերագնահատում այդ հարցը եւ հասարակությանը հետաքրքրում է։ Մենք անպայման մեր առաջարկով եւ մեր անդրադարձը կունենանք եւ մեր առաջարկը կունենանք այդ ճանապարհի, բայց ամեն ինչից անկախ նորից ուզում եմ ֆիքսել, որ ուժեղ տնտեսությունը, երկրի ուժեղ տնտեսությունը դա լուծում է բոլոր հարցերը մեր պետության։ Երբ մենք եւ շուտով կունենանք ուժեղ տնտեսություն եւ ուժեղ տնտեսության հիման վրա մենք կունենանք ուժեղ Հայաստան, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Տնտեսության ճիշտ տնտեսության զարգացումը կբերի մեր ժողովրդի լավ ապրելուն։ Տեսեք այս իշխանությունները ինչ են անում։ Մենք իրականում հիմա վճարում ենք թույլ ղեկավարի համար։ Ինչի համար ենք վճարում թույլ ղեկավարի համար։ Ինչ են անում իրենք։ Իրենք փորձում են մեզ հասցնել այնպիսի թեզեր, որ ել հնարավոր չէ տնտեսություն զարգացնել։ Ձեզ հստակ հիմա ցույց տվեցի, որ հնարավոր է զարգացնել տնտեսությունը եւ Սամվել Կարապետյանը ցույց է տվել 5 քայլեր, որոնք որ շատ արագ կզարգացնեն մեր պետությունը դեպի ուժեղ Հայաստան։ Իրենք փորձում են թողել իրենց քայլերը տանում են նրան, որ մենք միշտ պետք է պայքարենք ապրուստի համար։ Եվ այս ճանապարհով ապրուստի համար պայքարելով մենք եւ մեր ժողովուրդը ժամանակ չենք ունենալու մտածելու այլ հարցերի շուրջ։ Այդ ճանապարհով են տանում իրենք։ Խոսենք նաև մեկ այլ հարցի հետ կապված, որ հայտարարել էր Նարեկ Կարապետյանը, որ մեր վարչապետը ունեն մեր թեկնածուն, երբ որ դառնա վարչապետ, 1 դրամ է ստանալու, պոպուլիստական քայլ այն համարվեց, հետո ասացին, որ դե ինչ կա ձեզ համար, աշխատավարձով չեք ապրում, դրա համար է ձեզ համար հեշտ է այդպես ասել, իսկ մեր թիմը աշխատավարձով է ապրում, չունի բիզնեսներ, դրա համար էլ մենք պարգևավճարներով փորձում ենք ապահովել մեր կեցությունը։ Տեսեք, պոպուլիզմից խոսելուց ես կարծում եմ, որ շատ զգուշավոր պետք է լինեն իրենք։ Մենք մեր ամեն անգամ նշում եմ, որ մենք մեր խոսքի արժեքը լավ գիտենք։ Եվ հավելյալ ուզում եմ նշեմ, որ ինչ ասեց Սամվել Կարապետյանը, մեր հանրությունը պետք է ունենա, որ իմանա, որ դա արդեն եղած է։ Ինչ ասում է Սամվել Կարապետյանը, դա անում է։ Ինչ վերաբերվում է 1 դրամին, ձեզ մի այսպիսի հարց տամ. իրավունք ունի արդյոք միլիարդավոր դրամներ ստանալ պարգևավճարներ այն կառավարությունը, որտեղ մենք ունենք 23% աղքատություն։ Իրավունք չունի, երբ հաղթահարված լինի աղքատությունը, ես 7 տարիների ընթացքում գոնե մի քանի տոկոս փոփոխված լիներ աղքատության շեմը, երևի այս հարցին չանդրադառնայինք։ Գոնե 10% աղքատության շեմը երբ նվազի, նոր կարող է թիմը մտածել, որ ինչ-որ մի բանի համար իրավունք ունի պարգևավճար ստանալ։ Երբ մենք ունենք 23% աղքատություն, այդ կառավարությունը իրավունք չունի պարգևավճարներ ստանալու։ Երբ մարդիկ սոված են, երբ մարդիկ դեղորայք առնելու հարց ունեն, երբ մարդիկ առհասարակ օրվա ապրուստի հարց ունեն, ինչ պարգևավճարների մասին է խոսքը, հպարտ
ասում են պարգևավճարներ ենք ստացել։ Դա շատ Վարչապետը ինչպես է ապրելու, եթե 1 դրամ ստանա։ Վարչապետը կապրի իր 1 դրամով։ Պոպուլիստական չէ այդ Պոպուլիստական չէ, ամենևին պոպուլիստական չէ, մեր թիմը այդ պարգևավճարների կարիքը չունի, բացարձակապես։ Մեր թիմը մտածելու է եւ մեր թիմը աշխատելու է օր ու գիշեր 24 ժամ ամեն մեր հայրենակցի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը լավացնելու համար եւ ձեզ հավաստիացնում եմ, որ շատ արագ տեմպերով մեր ժողովուրդը եւ մենք մեր ջանի վրա այդ կզգանք։ Եվ ուզում եմ նորից շեշտել, որ մենք այս ճանապարհը արդեն անցել ենք։ Մենք լավ գիտենք այդ ոնց ենք անում։ Մենք այս մեր անցած ճանապարհով եւ մեր ղեկավարով տարբերվում ենք բոլորից։ Մենք գիտենք ինչ ենք խոսում ու ինչ ենք անելու։ Ինչպես է կանելու։ Իհարկե։ Օրերս իմացանք, որ մեր ձևով շարժումը պաշտոնապես գրանցվել է Ուժեղ Հայաստան կուսակցություն անվամբ եւ հիմնադիրը դուք եք փաստորեն, տարբեր քննարկումներ կար, որ հնարավոր է դες չգրանցեն եւ այլն, եւ քանի որ վերջին շրջանում շատ է խոսում հիբրիդային պատերազմի դեմ պայքար եւ այլն, հիմա էլ կրկին այս հարցը կա, որ հնարավոր է ընտրություններից առաջ չթույլատեն, որ դուք մասնակցեք, դուք այս մտավախությունները արդյոք ունեք եւ մեխանիզմներ արդյոք մտածել եք այս ուղղությամբ։ Որովհետև թիրախում հիմնականում դուք եք եւ նկատելի է, որ ակտիվ պայքար է գնում ձեր ամեն ասածին հակադարձումներ եւ այլն, այսինքն թիրախում դուք եք, այսպես ասած, հայտնվել հիմա, քանի որ նոր ուժ եք։ Եկեք ֆիքսենք, որ թիրախում հայտնվել ենք ոչ միայն հիմա, այլ այս 6 ամիսների ընթացքում, երբ մենք եղել ենք որպես շարժում։ Եվ այս իշխանությունները հստակ հասկացել են, թե ում հետ գործ ունեն եւ հասկացել են, թե ժողովրդի սերը, թե ժողովրդի հույսն ու հավատը մեր ուժի հանդեպ եւ մեր շարժման հանդեպ։ Այդ իսկ պատճառով իրենք լինելով իշխանություն, լինելով քաղաքական ուժ, իրենց ամբողջ ներուժով այս ընթացքում իհարկե փորձում են պայքարել։ Ես հիմնել եմ կուսակցությունը եւ կուսակցության հետ կապված բոլոր հարցերին փետրվարի 12-ին մեր հանրությունը կունենա պատասխան եւ մեր վարչապետի տեխնացուին եւս կներկայացնենք։ Իսկ այն խոսակցությունները, որ կա հիբրիդային պատերազմ եւ այլն, երեք արտաքին հետախուզության զեկույցը 2026 թվականի հրապարակվեց եւ ասվում է, որ 2025 թվականին նման տենդենսներ են եղել, հիբրիդային պատերազմի վտանգ է եղել եւ այն կշարունակվի ընտրություններին։ Այսինքն այս ամեն ինչը հող է նախապատրաստում, իհարկե ոչ միայն ձեզ է վերաբերում, այլ բոլոր այն ուժերին, ում որ չեն ցանկանա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին, ասան, որ հիբրիդային պատերազմի դեմ մղվող պայքարում չենք թույլատրելու նրանց, մանավանդ որ Եվրամիությունից էլ աջակցություն կա, 15 միլիոն գումար են ստացել եւ այլն։ Ձեզ եւ մեր հանրությանը կուզենամ ասեմ, որ ինչպես եւ այս ամիսներին հնարավորինս ներկայացրինք մեզ եւ հասկացաք, որ շատ մեծ եւ շատ ուժեղ պրոֆեսիոնալ թիմ ունենք եւ հավաստիացնում եմ, որ բոլոր հնարավոր ռիսկերը հաշված են, թե պլան B, թե պլան C, թե պլան F, բոլոր պլաններն ունենք, կարող եք հանգիստ լինել, պայքարելու ենք մինչև վերջ եւ ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Ինչու ուժեղ Հայաստան։ Դա էլ քննարկվեց, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն է այդ կարգախոսով հանդես եկել, բացի այդ լոգոն էլ է նման Հայաստան դաշինքին։ Ինչի լոգոն է նման Հայաստան դաշինքին։ Լոգո եք ներկայացրել սլաքներով, այդպես նմանացրել են։ Այդպիսի քննարկումներ կար։ Ես խնդրում եմ բացարձակապես չնույնականացնել եւ խնդրեմ զուգահեռներ էլ չտանել։ Չէ, ես չեմ տանում, իրանք էին։ Հա, ես երևի ձեզ նորից ցույց տամ լոգոն, սա հանրությանն էլ ցույց տամ։ Այս լոգոն նմանացնել որևիցե, չգիտեմ, քաղաքական ուժի, երևի չէ, այս նմանատիպ բաներ հանրությունը հաստատ տեսած կլինի եւ ամենակիչը այս պահին կֆիքսի, որ զուգահեռներ տանել եւ նմանեցնելը ամենակիչը Իսկ կանոնը ուժեղ Հայաստան անվան հետ կապված ուժեղ Հայաստան անգամ ես եթե շատ անկեղծ լինեմ ես չէ ֆիքսել չէ հիշում որ երբևիցե քաղաքական դաշտում նման մի բան է եղել մենք ունենք ցանկություն մենք ունենք երազանք եւ մենք ունենք հստակ պլան ունենալու ուժեղ Հայաստան եւ դա մենք կունենանք Դուք չեք ուզում ունենալ ուժեղ Հայաստան։ Դե բոլորս ենք ուզում։ Բոլորս ենք ուզում։ Մենք կունենանք այդ Հայաստանը։ Խոսվում է, որ Նարեկ Կարապետյանն է տեխնացուն լինելու վարչապետի։
Դե հիմա որ ես նորից չասեմ, որ փետրվարի 12-ին կներկայացնենք կուսակցության հետ կապված բոլոր հարցերը եւ հավաստիացնում եմ, որ թե ձեր, թե հանրության մեջ բաց հարց չի մնա եւ անգամ եթե բաց հարց կմնա, պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին։ Բայց ամեն դեպքում դուք դժվարությունների չեք հանդիպի, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանին անընդհատ կալանքի տակ են պահում։ Տեսեք, մենք մեր անցած ճանապարհով շատ հետաքրքիր եւ չեմ ուզի ասեմ ծանր, բայց շատ հետաքրքիր ճանապարհ ունենք անցած եւ բացարձակապես չենք վախում որևիցե դժվարություններից։ Ասեմ ավելին, Սամվել Կարապետյանը այս ամբողջ ընթացքում իր էներգիան միշտ փոխանցում է մեզ եւ մենք շարժվում ենք առաջ, առանց մի վայրկյան մտածելու եւ առանց հետ նայելու, ուղիղ շարժում ենք մինչեւ վերջ գնալու ենք հենց Սամվել Կարապետյանի ոգով։ Այդ հանգամանքը, որ նա կալանավորված է, դες չի խաղա կարծում եք։ Մեզ չի խանգարում։ Կարծում եք իր անունը, հեղինակությունը բավարար է։ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը, Սամվել Կարապետյանի կենսագրությունը եւ Սամվել Կարապետյանի տեսլականները ուժեղ Հայաստանի հետ կապված անգամ այնքան ծանր են, որ եւ ժողովրդի սերը Սամվել Կարապետյանի հանդեպ այնքան շատ է, որ մարդիկ 6 ամիս առաջ մինչև օրս կռիվ էին անում Սամվել Կարապետյանի նկարների հետ, կռիվ են անում, չգիտեմ, մեր թեզերի հետ, ինչ որ փորձում են, ինչ որ աղավաղել, փորձում են, ինչ որ մի բան անել։ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը եւ անցած ուղին այնքան ծանր է, որ իրենց փոքրիկ խմբակով, իրենց ունեցած չունեցածով էլ sense կպնել իրար, անգամ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհի 1%-ը չեն կարող sense հավաքել, գեներացնել։ Դրա համար էլ խառնվել են իրար, տեսել են ժողովրդի աջակցությունը, ժողովրդի սերը եւ ժողովրդի հույսը դեպի Սամվել Կարապետյան եւ դեպի մեր ուժ, այդ իսկ պատճառով էլ այդպես խառնվել են իրար։ Իսկ նոր ճնշումներ չեք սպասում, որ կարող են լինել։ Ամեն ինչ էլ սպասում։ Կալանավորումներ, ձերբակալություններ։ Ամեն ինչ էլ իրենցից սպասելի է։ Պատրաստ ենք ամեն ինչի, ոչ մի բանից չենք։ Բայց դա կազդի քաղաքական ձեր գործընթացի վրա։ Հավատացեք, չի էլ ազդի։ Գնալու ենք միջև վերջ։ Եվ 2026 թվականի հունիսից հետո ունենալու ենք կառավարություն, ունենալու ենք նոր կառավարություն Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ շատ արագ ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Ի վերջո դուք ցույց տվեցիք, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, որովհետև այս հարցը դեռ շարունակում է քննարկվել, ոչ թե Ռուսաստանի։ Երևի դրանից ավել ուրիշ դեռ մոտս է անձնագիրս, դրանից ավել ապացույց չէի կարող հանրությանը տալ, որ ես եղել եմ կամ ու կլինեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, մեծացել եմ Հայաստանի Հանրապետությունում, ստացել եմ ուսում բարձրագույն կրթություն եմ ստացել հանրապետությունում, նաև սովորել Հայաստանում, այո, Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն եմ ավարտել, երկրորդ համալսարանը երկրորդ կրթությունս բարձրագույն ստացել եմ արտերկրում եւ հիմա մեր ժողովրդի հետ պայքարում ենք դեպի ուժեղ Հայաստան ունենալու ճանապարհին։ Իսկ Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված ինչ կասեք, որովհետև որոշում կայացվեց, կալանքն ուզում էին փոխել տնային կալանքը, հետո նորից այլ որոշում կայացվեց, այս ինչի արդյունք էր, անհասկանալի տեսակ գործընթացներ ընթացան եւ զարմանալի էր, որ նրան տնային կալանք տվեցին։ Այդ հանգամանքը եւս տարբեր քննարկումների առիթ դարձավ, ասում են, որ նույնիսկ դատավորի այդ որոշումը անակնկալ է եղել իշխանության համար։ Կմեկնաբանեմ այսպես։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ականջին արդեն հասել է, որ անգամ իր թիմի նեղ շրջանակներում սկսել են քննարկումները իր թուլության եւ իր վախերի մասին։ Ինչ վերաբերում է դատավորների կայացրած որոշմանը, ես կարծում եմ, որ դատավորները եւ առհասարակ իրավական համակարգը հասկացել է, որ վաղ թե ուշ իրենց գործողությունների համար օրենքի շրջանակներում վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու եւ կարծում եմ, որ առհասարակ այդ բոլոր համակարգերը կամաց-կամաց սթափվում են եւ կարծում եմ, որ առաջիկայում այդ process-ը դեռ կշարունակվի եւ մենք կտեսնենք արդյունքները։ Կարծում եք դրական տեղաշարժ կլինի։ Համոզված եմ։
Արդեն իսկ նշեցի, որ տեսնում են Նիկոլ Փաշինյանի Այսինքն միջազգային եւ արձագանքն վարկերը նաև միջազգային հաշվի արձագանքների մասին առհասարակ ես չեմ էլ խոսում, որովհետեւ միջազգային արձագանքները տեսնում են բոլորը, տեսնում են թե արբիտրաժի դատարանի որոշումները ինչպես է այդտեղ Հայաստանի Հանրապետությունում չեն ընդունվում եւ այս ժամանակահատվածում հասկանում են թե միջազգային հանրությունից ինչ բացասական արձագանքներ են գալիս եւ գնալով մեր ուժը թափ է հավաքում, գնալով ժողովրդի աջակցությունը մեր ուժին շատանում է եւ հույսն ու հավատը դեպի ուժեղ Հայաստան ուղիղ կապվում է մեր ուժի հետ եւ կարծում եմ, որ բոլորը տեսնում եւ ավելի քան ակնհայտ է այս ամենը։ Այդ իսկ պատճառով մտածում եմ, որ շատ-շատերը հասկանում եւ ճիշտ գնահատական են տալիս իրավիճակին եւ փորձում են ուղիղ հրահանգների չենթարկվել եւ փորձում են իրենց գործողությունները բերել դեպի օրենքի դաշտ։ Բայց արդյոք թիմը տեսնում է Փաշինյանի թուլությունը, հակառակը նրանք շատ ոգևորված են իրենց վարչապետով, ասում են Վաշինգտոնում պայմանագիր է կնքվել, խաղաղություն է հաստատել, գերիներ բերեց։ Դե ես մի բան գիտեմ, որ ասում եմ, իրենց նեղ շրջանակներում այդ քննարկումները արդեն երկար ժամանակ է պտտվում են։ Փաշինյանը անհանգստացած է այս հարցով։ Խորտ կտայի անհանգստանալ Փաշինյանին։ Այն պահից, երբ արդեն որպես ուժ ձևավորվեցիք դուք, որպես շարժում, մեր ձևով քննարկումներ եղան քաղաքական դաշտում, որ միանակ մեկ ճակատով հանդես գաք, արտախորհրդանական ուժերն են այս հայտարարությունները շատ անում, արդյոք հանդիպումներ ունեք նրանց հետ, քննարկում եք տարբերակներ։ Եվ կարող եք անուններ տալ։ Անուններ իհարկե այս պահին չեմ կարող տալ, քննարկումները փակ են, քննարկումները երիտասարդ ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներ եղել են եւ դրանց մասին ինձ թվում է ավելի մոտ ընտրություններին հանրությանը կներկայացնենք ինչ քննարկումներ ենք ունեցել։ Պատկերացնում եք, որ ճակատով պետք է հանդես գա։ Կարծես Նարեկ Կարապետյանը այդ մասին խոսեց երեկ։ Կանդրադառնանք արդեն նախընտրական շրջանում կարծում եմ այդ հարցին։ Իսկ խորհրդանական ընդդիմադիր ուժերի հետ համախմբման մասին ինչ կասեք։ Ես կարծում եմ Նարեկ Կարապետյանը 3 կամ 4 անգամ հստակ ներկայացրել է մեր տեսլականը այդ հարցի շուրջ համագործակցության թե նախընտրական կոալիցիաների թե հետագայում հստակ ներկայացրել է ինչ տեսլական մենք ունենք եւ նախընտրական կոալիցիաներ չենք պատրաստում կազմել նախորդ գործող 3 նախագաների ուժերի հետ։ Իսկ ընտրություններից հետո ես ավելի մանրամասն ձեր թույլտվությամբ կներկայացնենք արդեն նախընտրական շրջանում մեր հստակ քայլերը, ինչպես ենք պատրաստվում անցնել բոլոր բարիերների հաղթահարումը։ Մեր հանրությանը հստակ կներկայացնենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։